Պարոն Կարապետյան, քանի որ դուք նշեցիք, որ տնտեսական հարցերում ոչ մեկի խորհրդի կարիքը չունեք, խնդրում եմ բացատրեք։ Ձեր տնտեսական ծրագրերը բավականին ճոխ են եւ թվերը բավականին այսպես հարուստ են, որը պահանջում է հստակ բյուջե։ Ձեր կարծիքով Հայաստանի պետբյուջեն արդյոք կարող է այդ ծանրաբեռնվածության տակից դուրս գալ, թե այստեղ դուք ներգրավելու եք նաև ձեր անձնական ֆինանսական միջոցները։ Նայեք, եթե հիմա ես ձեր հարցին ուղիղ պատասխանեմ, դա կլինի ընտրակաշար։ Դրա համար մենք ասում ենք, մենք լինելու ենք կառավարություն, ով պետության համար փող է աշխատելու, առաջ երթին դա է լինելու։ Դուք պատկերացնում եք, եթե մենք ստեղծենք 300,000 աշխատատեղ, դա բյուջեն ինչքան է զարգացնելու։ Իսկ եթե մենք դա չենք անելու, մենք միշտ կախված ենք լինելու Հաշինյանի մշակած բյուջեի հետ, պարկ վերցնենք, ապրենք։ Մեր երեխաները մի օր կմտածեն դրա մասին։ Դրա համար մենք փոխելու ենք, դա մի օրում չի լինելու, դրա համար տարիներ են պետք, բայց մենք փորձելու ենք քիչ տարիներ օգտագործենք դրա համար։ Փոխելու ենք բյուջեի ձևավորելու մեթոդները։ Մենք աշխատելու ենք, պետությունը աշխատելու է, բիզնեսմենները աշխատելու են այդ գումարները, ճիշտ հարկեր են վճարելու, բիզնեսմենը հանգիստ ապրելու է, ոչ մեկի վրա քրեական գործեր, որի համար իրենց ընտանիքներն են պատասխանատվության ենթարկվելու չի լինելու։ Մինչև մենք չստեղծենք բիզնեսմենների եւ սփյուռքի վստահությունը մեր երկրի նկատմամբ, մենք չենք ունենալու պետություն։ Պետությունը պետք է ամեն օր մտածի փող աշխատելու մասին, ոչ թե պարկը վերցնի, տանի մի հատ ասֆալտ փռի եւ ամեն օր թմկահարի, որ մենք ասֆալտ ենք փռել։ Հələ մի հատ նայենք ում փողերով եք փռել։ Հիմա դուք էլ Նարեկից փող խնդրեք, կտա, կգնաք ձեր հայատում ինչ ուզեք կանեք։ Բայց հետո Նարեկը կարող է մի օր ջղայնանա, չստանա իր փողը։ Այսինքն ինչ ենք մենք ձևավորել տնտեսություն։ Որն է մեր տնտեսությունը։ Քերել բիզնեսմեններին, վախեցնելով ամբողջ փողը քերել հանել, դուք մի հատ բիզնեսմեն կարող եք ցույց տալ, ում վրա տասնյակ քրեական գործեր չլինի։ Մեր երկրի, որ ուզում եք իմանաք հիմա, ամենավտանգավորը դա է, որ բացարձակ վստահություն չկա պետության նկատմամբ, պետության հետ համագործակցելու նկատմամբ։ Նորից եմ ասում, բիզնեսմենները առավոտից իրիկուն զբաղված են քննիչների կաբինետներից տեղափոխում են դատարաններ, դատարաններից քննիչների կաբինետներ, այս մարդիկ էլ ոնց ազատեն իրենց ուղեղները, որ մտածեն ինչ բիզնես տնեն, ինչ զարգացնեն, մենք առաջ երթին դա ենք անելու։ Բիզնեսմենները լինելու են մեր ամենալավ գործընկերները, բոլորը ազատ են լինելու, ազատվելու են այս ապօրինություններից, միանգամից։ Մենք չենք կարող կառուցել երկիր, որտեղ բիզնեսմենը այսքան վախեցած է։ Դուք չեք տեսնում, մի հատ բիզնեսմեն տեսնում եք, որ դրոշակը վերցրեց, մտավ պայքարի մեջ։ Ես նույնիսկ այնքան բիզնեսմենները, չէ, ինչքան մշակույթի գործիչները։ Այս ինչ վիճակ է։ Սա պետությունն է, որ բոլորը վախենում են։ Մենք երկիչներ չենք կարում այս քաղաքներում միտինգները, որ անում ենք, չենք կարում երկիչի հետ պայմանավորվենք։ Հիմա ամերիկաներից, որտեղից ասես երկիչներ ենք ման գալիս, գումարները երևի 10 անգամ բարձրացնելով բերում ենք, որ գան, դե գիտեք, միտինգների վերջում մի քիչ պետքա ժողովրդին ուրախացնել։ Չկան, փախել են, կորել են։ Հետո կգան, կսկսեն հարսանիքներում տաշի տուշի անել, բայց սա ճիշտ չի, իրենք պետք է լինեն լոկոմոտիվը պայքարի։ Իրենք պետք է մեզ առաջնորդեն, ոչ թե նստեն, քննադատեն ընդդիմությունը էսա լավ անում, էսա վատ անում, ոչ մեկի ասածն էլ հաշիվ չի,
ով մտավ պայքար, միայն նրա ասածն է հաշվի։ Թող ցույց տան, ոչ թե խոսեն, ցույց տան, առաջնորդեն։ Միգուցե իրենք իրոք լավ մտքեր ունեն, մենք կընդունենք, բայց այսօր քննադատելու ժամանակ չկա։ Մնացել է 15 օր ուղիղ դեպի ուժեղ Հայաստան։